Բազմաթիվ նոր սադրանքների հետևանքով սահմանագծում ստեղծված լարվածությունը լայն արձագանք է գտել Արցախյան պատերազմի վետերանների շրջանում։ Բազմաթիվ ազատամարտիկներ ներկայացել են Արցախի ազատամարտիկների միություն եւ պատրաստակամություն հայտնել կանգնելու մարտական հերթապահություն իրականացնող հայ զինվորների կողքին։ Արցախի ազատամարտիկների միությունն իր հերթին հավատարիմ մնալով վտանգի պահին հայրենիքի այսօրվա պաշտպանների կողքին կանգնելու առաքելությանը համատեղ մարտական հերթապահություն իրականացնելու ծրագրին կազմակերպեց ազատամարտիկների խմբերով մարտական հերթապահությունը ուժեղացնելու գործընթացը։ Դիրքապահ զինվորները հերթական անգամ զգացին նախկին ազատամարտիկների ու ամբողջ հասարակության ջերմ վերաբերմունքը, ինչը շատ կարևոր գործոն է մարտական ոգին մշտապես բարձր պահելու համար։ Լավ տպավորություն թողեցին, իրանց ամեն արած քայլերով, բաներով, սա նորմալ։ Ու մենք ուրախ ենք, որ միշտ բաները շուշուտելնի, միշտ ազատամարտիկները գան մեր հետ, մենք էլ ավելի ուրախ կնենք, որ հին կրված մարդկանց հետ, ազատամարտիկների հետ, միշտ ծառայենք։ Մենք ուրախ ենք այնքան, որ գիտեմ ձեզ նման երիտասարդ ծաղեքի եկած է պաշտպանում մեր հայրենիքը։ Շնորհակալ ենք ձեզանա, լավ կացեք, մենք ձեզնով հպարտ ենք և միշտ էլ հպարտ ենք եղել։ Դուք ուժի մեզնից առավել անցաք։ Ազատամարտիկների խանդավառության եւ հայրենիքի պաշտպանության դիրքերում անվարան կանգնելու վճռականության արտահայտություններից հատկանշելի է Դավիթ, Մհեր եւ Սուրեն Աբրահամյանների օրինակը, ովքեր անմիջապես ցանկություն հայտնեցին իրենց հայրենասիրական ու քաղաքացիական պարտքը կատարելու, իրենց փորձով օգտակար լինելու սահմանների անվտանգության հետագա բարձրացմանը։ Երեք եղբայրները կամավոր ներկայացել են դիրքեր, որովհետև նախորդ այցերի ու համատեղ հերթապահությունների ժամանակ խոստացել էին, որ ցանկացած պահի պատրաստ են զինվորների կողքին կանգնելու եւ միասին իրականացնելու մարտական հերթապահությունը։ Ուշագրավ էր նաեւ այն զուգադիպությունը, երբ ազատամարտիկ հայրերը հայտնվել են մարտական հերթապահություն իրականացնող իրենց զավակների կողքին։ Էդիկ Բաղդասարյանը եւ Էրիկ Բալասանյանը երկուական անգամ վիրավորվել են Արցախյան պատերազմում, նվաճել են իրենց զավակների համար անկախ ու ազատ ապագա, ուստի հիմա էլ եկել են անձամբ տեսնելու, թե ինչպես են որդիները շարունակում իրենց գործը։ Ես հավատում եմ, որ իրոք մեր զինվորները կկայեն ամեն ինչ անեն, ոնց պետք է իրաց պոստերը պաշտպանեն, քանի որ իրակապացուցեցին եւ դաժե մխելապենը մաշտուեցին, ոնց է լինում եւ այն ինչը մուկրալ ենք, իրանք կանեն ավելի լավ։ Ես տանում հաստատ գիտեմ եւ ուվերին։ Մեր զգացողությունն է, որ ամեն վայրկյանի մեր ծնողները, վետերանների միությունը, ամեն վայրկյան պատրաստ է մեր կողմն, բայց նիկավայի կանյանք է տեսանել, որ դա կարիք չկա, մենք էլ ենք կարող ամեն ձեւ մեր պոստերը պահենք, բան։ Իրանք է տեսանել ծառայությունը, որ կազմակերպեցինք, ամեն ձեւ զգոն լինելով թերարում, ամեն ձեւ գիշերները ծառայությունը ոնց ենք տանում, ցերեկները ոնց ենք տանում, իրանք տեսան եւ դա նվստահեցին, որ մենք ծառայություններ կազմակերպենք, որ լավն է։ Եկանք մենք տեսանք տեղերը ոնց են, շատ ուրախացանք, շատ լավ կոլեկտիվ է, լավ ասма բարեւոյ տեղեր կան։ Ինքն որ եկանք այդ հիմարներ շատ էին գրավում։ Մի քիչ որ մենք իրենց ասма սպորտի տեղերից արդեն իրանք հասկացան, որ ստեղ չի կարելի հատեն։ Էլ օրվանից մինչև հիմա մի կարապոչ չէ։ Ես իմ դիրքի անունս կարամ ասեմ մենակ այն ողոսքի մերն ենք էլ լուչը մենք լավամանանք ստե, հանց թողանք էլ պաշինք։ Առաջին գծում իրադրությունը վերահսկվում է պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից։ Հայ զինվորները պատրաստ են հետ մղել հակառակորդի բոլոր ոտնձգությունները։